Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Արև ձեզ արգելի հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցել եմ քաղաքագետ Երվանդ Բոզյանի հետ, շնորհակալ եմ պարոն Բոզյան մեր հավելն ընդունելու համար։ Բավական երկար ժամանակ չհասցրեցինք հանդիպել, կարևոր իրադարձություններ տեղ ունեցան, որի վերաբերյալ կուզեի ձեր գնահատականները լսել։ Այդ գնահատականները, որոնց մասին կուզեի լսել, առաջինը իհարկե Պուտին-Փաշինյան հանդիպումն էր, որից կարծեք թե իրադարձությունների մի շղթա սկսեց, հա։ Փաշինյանը եկավ Հայաստան, հակառուսականությունը ավելի այսպես բարձր դոզայի վրա բարձրացվեց, հետո Պուտինը մայիսի 9-ին ելույթ ունեցավ հայտարարելով, որ ինքը համարում է կամ առաջարկում է Հայաստանին հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ-ում մնալու կամ ԵՄ գնալու վերաբերյալ։ Փաշինյանը հրաժարվեց նման հանրաքվե անցկացնելուց։ Ընդհանրապես ինչ է տեղի ունենում հայ-ռուսական հարաբերություններում, հատկապես թե հաշվի առնենք այն, որ նախագահ Պուտինը հիշատակեց ուկրաինական օրինակը, իրենց համար ցավալի, որ նույնք չէր ուզում, որ այդ սցենարը կրկնվեր, ասում էր ավելի լավ է քաղաքակիրթ բաժանվենք, եթե հաջորդ ուզում է ԵՄ, ապա խնդրեմ գնացեք։ Տեսեք, այն ինչ որ կատարվեց մայիսի 4-ին, մայիսի 5-ին, դա միանշանակ իրադարձություններ, որը պետք է այդպիսի արձագանք ստանար Մոսկվայում։ Մայիսի 4-ին փաստացի եվրոպական քաղաքական մոռացանք նաև այդ համայնքի համաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ նստաշրջանը անցկացվեց Երևանում։ Հիշեցնեմ, որ շատերը միգուցե չեն տարբերում տարբեր եվրոպական կառույցներ, ԵՄ-ին, Եվրոխորհրդին, Եվրոնեստին, Եվրոքաղաքական համայնքին, ես ուղղակի կարճ ասեմ, թե դրանք ինչ տարբերություն կա։ Ընդհանրապես, ինչպես որ երկրում կա գործադիր մարմին եւ օրենսդիր մարմին, գործադիր մարմինը մի բան կարանի, օրենսդիր մարմինը մի բան, որտեղ տարբեր կառույցներ են։ Այսպես էլ Եվրոխորհրդանը կարող է հայամետ դիրքորոշումներով հանդես գա, իսկ ԵՄ հանձնաժողովը կարող է ճիշտ հակառակը ադրբեջանամետ դիրքորոշումներով հանդես գա, որտեղ ԵՄ հանձնաժողովը դա գործադիր մարմին է, Եվրոխորհրդանը դա օրենսդիր մարմին է։ Օրենսդիր մարմինում կարող են հայկական կառույցները Եվրոպայում կարող են հայամետ լոբինգ անել, հայանմազ գեղեցիկ ձևակերպներով հանդես գան, իսկ Եվրոհանձնաժողովը կարող է գազ գնել Ադրբեջանից։ Բայց եվրոպական քաղաքական համայնքը ֆունդամենտալ տարբերվում է այդ կառույցներից, դա ընդգծված հակառուսական առիթ բունի իմաստով հակառուսական կառույց է, որը ստեղծվել է Մակրոնի կողմից 2022 թվականին Ռուսաստանի դեմ իբր ռուսական ագրեսիայի արդյունքում Ուկրաինայի դեմ, այսինքն այդ կառույցի մեջ ընդգծված Հայաստանը փաստացի որոշում էր կայացվել, որ հենց այս տարվա մայիսին պետք է անցկացվեր 8-րդ նստաշրջանը Հայաստանում, ինչի այնտեղ կա ամեն տարի 2 նստաշրջան է անցկացվում, մեկը ԵՄ անդամ երկրում, մեկը ոչ ԵՄ անդամ երկրում։ Հիմա որոշեցին, որ Հայաստանը որպես ոչ ԵՄ անդամ երկիր հենց մայիսին անցկացնեն, որպեսզի ֆորատան Նիկոլ Փաշինյանին գալիք հունիսի 7-ի ընտրություններից առաջ։ Եվ ամենակարևորը ստեղ փաստացի հրավիրեցին Զելենսկիին եւ Զելենսկին այստեղ հայտարարեց, որ ինքը կարող է, այսպես ասած, հարձակում անել մայիսի 9-ի պարադի վրա։ Սա աննախադեպ էր եւ Ռուսաստանի արձագանքը շատ տրամաբանական է, որովհետեւ չի կարող հանդուրժել Ռուսաստանը մի բան, երբ որ դու ֆորմալ իմաստով դաշնակցային հարաբերությունների մեջ ես ինտեղ, ինքը քո անվտանգային հովանոցն է ապահովում եւ դու այստեղ հրավիրում ես Զելենսկին եւ Զելենսկին նման տիպի հայտարարություններով է հանդես գալիս։ Սա խայտառակություն է։ Ներողություն, պարոն Բոզյան, նկատենք, որ մայիսի 9-ի շքերթը թիրախավորել է ուկրաինական դաշտում ավելի շատ դիտարկվում որպես Պուտինին թիրախավորելու հնարավորություն, այսինքն Ռուսաստանի նախագահին սպանելու հնարավորություն էին դիտարկում։ Այդ թվում դա, բայց շատերը չնկատեցին նաեւ ուրիշ բան։ Ուրեմն այստեղ ռազմատեխնիկական համաձայնագիր կնքվեց Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Հայաստանի միջև, որը լուրջ արձագանք ստացավ նաեւ թուրքական փորձագիտական շրջանակներում եւ համարյա թե Թուրքիան պաշտոնական արձագանք տվեց, ասեմ ինչ է դա նշանակում, որտեղ շատերը Հայաստանում դրա մասին չեն խոսում եւ նույնիսկ միգուցե չգիտեն։ Ուրեմն 2021 թվականին Ֆրանսիան կնքեց փոխհունության համաձայնագիր Հունաստանի հետ, իսկ վերջերս ապրիլի վերջին Մակրոնը այցելեց Աթենք եւ հայտարարեց, որ ինքը միջուկային հովանոց է տալիս տրամադրում
Կիպրոսին եւ Հունաստանին Թուրքիայի հետ հնարավոր հակամարտության պարագայում։ Այնտեղ բնականաբար Էրդողանը հայտարարեց, որ մենք թույլ չենք տա, որ մեր դեմ այսպիսի բաներով խոսալ, եւ հիմա ամբողջ թուրքական վերլուծական միտքը խոսում է, որ պետք է մենք ընդլայնենք Թուրքիայի Անատոլիայի բնական սահմանները եւ արևելք եւ արևմուտք։ Հիմա տեսեք, փաստացի Մակրոնը հավաքում է հակաթուրքական դաշինքի դեմս Հունաստանի, Կիպրոսի եւ Իսրայելի, հիմա Հայաստանը մտավ այդ հակաթուրքական դաշինքի մեջ եւ հավաքում է հակառուսական դաշինք եվրոպական քաղաքական համակարգը իդեմս Ուկրաինայի եւ շատերը նշում են, որ Ուկրաինան պետք է դառնա գլխավոր բանը հարվածային երկիրը ընդդեմ Ռուսաստանի, Հունաստանը հարվածային ընդդեմ Թուրքիայի։ Հիմա Հայաստանը երկու դաշինքի մեջ է մտածել, դուք հասկանում եք, եւ հակաթուրքական դաշինքի մեջ է Թուրքիա հետ խաղաղության Հիմա տեսեք, եւ հակաթուրքական դաշինքի մեջ են մտնում, համ հակառուսական։ Հիմա Փաշինյանը մտածում է, որ եթե ինքը, այսպես ասած, բնակալեզություն անի Էրդողանի նկատմամբ, Ալիևի նկատմամբ, ինքը կարող է պատահի կոմպենսացնել այդ իրավիճակը, միայն Ռուսաստանի դեմ հոխորտ տա, հա, բայց թուրքական վերլուծական միտքը այսպես է ասում, քանի որ Թուրքիա Հայաստանը այսպես ասած ամենաթույլ օղակն է այստեղ եւ իրենք հետաքրքիր չէ Հայաստանի ինչ դիրքորոշում ունի։ Եթե ինքը մտածե Ֆրանսիայի դաշինքի մեջ, ինքը ավտոմատ հակաթուրքական դաշինքի մեջ է։ Ինչ սա հիշեցնում է 100 տարվա առաջվա այդ պատմությունը եւ սա ողբերգական հետևանքներ կարող ունենա մեր ժողովրդի համար։ Եվ ես ուզում եմ նորից եւս մեկ անգամ ասեմ, որ այս մարդը Հայաստան պատերազմ բերող անձնավորություն, ինչպես որ Արցախի պատերազմը բերեց այս մարդը բանակցային գործընթացը ոչնչացնելով, հիմա Հայաստանն է բերում պատերազմը հայ-ռուսական հարաբերությունները կազմաքանդելով եւ այդպիսի դաշինքների մեջ մտնելու արդյունքում։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ դրա այս քաղաքական այս մարդու գործունեության արդյունքը լինելու է Հայաստանի կործանումը, ինչպես որ եղավ Արցախի կործանումը։ Այստեղ ոչ մի ուրիշ բանաձև չի կարող լինել եւ Ռուսաստանի, այսպես ասած, դիրքորոշումը շատ հասկանալի է։ Իրենք բնականաբար առաջի քայլը տնտեսական կանեն։ Դուք գիտեք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի առևտրաշրջանառությունը կազմում է մոտ 35% է կազմում։ Ընդհանուր առմամբ Հայաստանի արտաքին առևտուրը ծավալները 21 միլիարդ 400 միլիոն դոլար է։ Միայն Ռուսաստանի հետ կազմում է 7 միլիարդ 600 միլիոն դոլար, իսկ 35%-ն է կազմում։ ԵՄ երկրներն է 2 միլիարդ 500 միլիոն դոլար, ինքն 11%-ն է։ Միայն Ռուսաստանի առևտուրը ԵՄ երկրը ամբողջ ԵՄ երկրներից 3 անգամ մեծ է, իսկ Ֆրանսիայինը մոտավորապես 250 միլիոն, 30 անգամ ավելի մեծ է։ Այսինքն այս մարդը փաստացի նվագում է դաշնամուրի վրա, ասենք այնտեղ Շարնավազովի բանով մելոդիայով, ասենք Մակրոնի հետ կապիկություններով են զբաղված, 30 անգամ տարբերություն կա Ֆրանսիայի եւ Ռուսաստանի, այսպես ասած, առևտրաշրջանների մեջ Հայաստանի հետ, եւ այս մարդը փաստացի ուզում է համ էժան գազ ստանալ Ռուսաստանից, համ ռեէքսպորտի էքսպորտի հետ կապված Հայաստանը գերշահույթներ ստանա, իր թիմը գերշահույթներ ստանա դրանից, հա, եւ միաժամանակ ինքը այդպեսի ռևենանսներ անի, կներեք սա խո էշի աշխարհ չի, որ ինքը կարողանա ինքը համարում է Ռուսաստանը կարող է այդ կարգավիճակը։ Ռուսները ակնհայտ ասում են, որ մենք հիմա հանդուրժում ենք բացառապես սպասելով հունիսի 7-ի ընտրություններին։ Եթե մենք տեսնենք, որ այս խայտարակությունը պետք է վերարտադրվի, մենք կհամարենք, որ այս ժողովուրդը փաստորեն ընտրում է այս մարդուն, մենք արդեն ժողովրդին կպատժենք։ Այսինքն ինչ է դա նշանակում։ Գազը կբարձրացնենք 3 անգամ, միայն գազի բարձրացումը 3 անգամ Հայաստանի էկոնոմիկան կկանգնացնի։ Բայց ամենավտանգավորը ասեմ, ատոմային էներգիայի հետ կապված խնդիրն է։ Դուք գիտեք, որ Հայաստանը ատոմային էներգիայի հետ կապված պայմանագիր ունի մինչև 36 թվականը շահագործելու այս ատոմակայանը, որ մենք ունենք, մինչև 36 թվականից այլևս չի կարողանալու շահագործել։ Տեխնիկապես այլևս հնարավոր չի լինելու։ Նոր ատոմակայան կառուցելու համար պետք է մինիմում 10 տարի։ Հիմա 26 թիվն է։ Եթե մենք այս տարի հիմա իրանք ռուսներն ասում են շտապեք, որտեղ դուք հետո կարող եք էներգետիկ ճգնաժամի առաջ կանգնեք։ Եթե հիմա դուք չկնքեք պայմանագիր նոր ատոմակայանի կառուցման համար, դուք կմնաք առանց ատոմակայանի։ Ինչ է ասում ես Խաբեփան։ Ինքը ասում է ես կբերեմ, չգիտեմ, մոդուլային ատոմակայան խաբեբություններ է անում, որպեսզի չկնքի ռուսների հետ պայմանագիրը, որպեսզի Հայաստանը չունենա ատոմակայան։ Բոլորի համար պարզ է, որ ամերիկյան մոդուլային ատոմակայան գոյություն չունի, փոքրիկ մոդուլային ատոմակայան իրենց ռազմակայանների համար, որը նախատեսված չէ մեծ տնտեսության համար։ Սա բոլորը հասկանում, ինքը այդ մանիպուլյացիան, ինչպես որ Արցախը ասեց Հայաստանն է վերջ խափեց, հիմա ասում է ատոմակայանն է Հայաստանը է վերջ խափում է ամերիկյան ատոմակայանի, որ վաղը մյուս օրը առանց ատոմակայանի մնա Հայաստանը, որի արդյունքում որ 40% է տալի Հայաստան էներգիայի։ Դա նշանակում է, որ մենք Հայաստան հայտնվել ենք 90-ական թվականների ճգնաժամի մեջ։ Այս մարդը կանխամտածված տանում է Հայաստան այդ վիճակի մեջ, որպեսզի կանխամտածված Հայաստանը կախվածության մեջ մտնի Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Ինչի այդպես, կարծում եմ կարող է գուշակել։ Դրա լավագույն պատասխանը ժամանակին տվել է Թանսու Չիլլերը, Թուրքիայի նախկին վարչապետը, որ հայտարարել է, որ հայերը գյաուռներ են, այսինքն անհավատներ են, նրանց փողով կարելի է գնել։
Հիմա մենք մեր ժողովուրդը պետք է հունիսի 7-ին որոշում կայացնի, ինքը գյավր է, թե ոչ։ Սա է խնդիրը։ Պարոն Բոզյան, տեսեք, Թուրքիան, դուք ասում եք Հայաստանը մտնում է հակաթուրքական նաև դաշինքի մեջ, Այո։ բայց Թուրքիան ընտրություններից առաջ արեց քարոզչական նվեր իշխանություններին։ Այո։ Իհարկե դա ինչ-որ չեմ հասկանում որքան կազդի մեր տնտեսության վրա, բայց քարոզչական իմաստով օգտագործում են, չէ՞, Թուրքիան հնարավորություն տվեց ուղիղ Հայաստան էքսպորտ անել։ Շատ պարզ, որովհետև իրանք տակտիկապես Եթե ուզում հասկանալ, եթե հակաթուրքական դաշինքի մեջ է, ինչ են թուրքերը ասեմ շատ պարզ, որովհետև իրանք ասում են հետևյալը. մենք սպասում ենք, որ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները փլվեն։ Ուրեմն հիշեցնեմ, որ այս 29000 քառակուսի կիլոմետր Հայաստանի տարածքը հաստատվել է իր սահմաններով, հաստատվել է ռուս-թուրքական պայմանագրով 1921 թվականին։ Այսինքն այս պայմանագրի հիմնական խավորները Թուրքիան եւ Ռուսաստանն են։ Եթե Ռուսաստանը փաստացի հետ է կանգնում այս process-ից, անվտանգային հովանոցը դուրս է հանում, Ֆրանսիան պետք է իբր թե ապահովի այդ հովանոցը։ Թուրքիան ասում են մենք Ֆրանսիան ամենաանլուրջ երկիրն է այս տարածաշրջանում, բնականաբար աշխարհում, ինքը կորցրել է իր Ֆրանսիայի բոլոր այն երկրները, որ ինքն ուներ ազդեցություն, Աֆրիկայում ներողություն, մեծ մասը կորցրել է, մի մասը Ռուսաստանն վերցրել, մի մասը չինացիները, մի մասը Ամերիկան, նույնիսկ Թուրքիան են վերցրել, որ երկրներ կամ Թուրքիան են մտել արդեն Ֆրանսիայի տեղը։ Ֆրանսիան անլուրջ երկրի համբավ ունի բոլոր տեղերում ինքը պարտվում է, իրանք ասում են Ֆրանսիային հեշտ է հաղթել, հասկանում եք, բայց քանի որ պես իրանք ստրատեգիական կարևոր է որ քանդվի հայ-ռուսական հարաբերությունները, տակտիկապես իրենք ուզում են որ Փաշինյանի ձեռքերով այդ կազմակերպվի հայ-ռուսական հարաբերությունները, կազմակերպվելուց հետո արդեն, երբ որ բազան դուրս բերվի 3000-4000 զինվորները դուրս բերվեն, սահմանապանները դուրս բերեն, Թուրքիան արդեն ուրիշ լեզվով է խոսալու, մարդիկ շոկի մեջ են հայտնվելու։ Սա է խնդիրը։ Նույնիսկ եմ կրկնում, այս մարդը Թանսու Չիլլերի ասած գյավր է, որը չունի հավատ եւ իր համար ամենագլխավոր ասվածը փողն է։ Ինքը միշտ է եղել որպես լրագրող, այդպես է եղել, որպես քաղաքական գործիչ այդպես է եղել, հիմա էլ որպես պետական գործիչ դարձավ այդպես է։ Ինչ է սպասվում այս վարական, որտեղ ռուսների բանը մեսեջը շատ հստակ էր, բայց կարծեք թե Հայաստանում հակառուսականության այնպիսի ալիք կա, որ անգամ նախագահ Պուտինի սթափ խոսքը, որ ձեր ներկայացրեց Հայաստանի շահերը, թե ինչ կարող է կորցնել Հայաստանը, հա, որ տնտեսական կապերը խարխլվեն, գուցե մարդկանց չհետաքրքրի։ Տեսեք, ես համաձայն չեմ ձեր հետ, հակառուսական ալիք նախկինում որտեղ ներողություն էլի, ասենք Ռուսաստան արտահանվում է նաև Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի 90%-ը, իսկ այդ կոնկրետ գյուղացիներին առնչվող արտադրանքի էքսպորտի ժամանակը գալիս է ընտրություններից հետո։ Մարդիկ չեն հասցնի տեսնել, հասկանալ ինչա տեղի ունի։ Ես ասեմ, մնում կամ միֆեր մեր մոտ։ Այդ միֆերը բոլորը տարածվում են եւ դու ես այդ միֆերի մեջ մտածում եմ հակառուսական ալիք կար Ղարաբաղի անկումից հետո ինչու կար, որովհետև երբ որ Մակրոնն եւ Նիկոլ Փաշինյանը այդ Ղարաբաղը այսպես ասած հանձնեցին Ադրբեջանի 22 թվականի Պրահայում, հետո տեխնիկապես որ կյանքի կոչվեր ռուսական խաղաղ ուժերը որ դուրս եկան, մարդիկ հոգեբանական ծանր վիճակի եւ առնվազն իրանք մեղադրում էին որ ռուսները չկարողացան ոչ մի բան անել։ Եվ կար որոշակի նեղվածություն եւ այդ նեղվածությունը կա։ Նեղվածությունը չի կարելի շփոթել հակառուսական ալիքից։ Հակառուսական ալիքը գեներացվում է այսօրվա իշխանության կողմից, բայց դա մոտավորապես շատ քիչ ֆոնային դեր է կատարում։ Եթե հակառուսական ալիք լիներ, Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի եւ Քոչարյանի ուժերը մեծ հեղինակություն չեն ունենում եւ իրանք իրար հետ համախառն միանշանակ ավելի մեծ աջակցություն ունեն, քան Փաշինյանը։ Ավելին կարամ ասեմ, Փաշինյանի ընտրազանգվածի մի զգալի մասը անկեղծորեն մտածում է, որ ինքը այսպես ասած շարունակելու է նույն քաղաքականությունը եւ այսպես ասած ինքն էլ հակառուսական տրամադրություններ չունի։ Այնպես որ այդ միֆը, որ հակառուսական ալիք կար 2023 թվականից մի կարճ ժամանակահատված, կա նեղվածություն։ Եվ այդ նեղվածության մեջ արդարացի այդ նեղվածությունը, որտեղ կներեք Ռուսաստանն էլ իրեն այդպես ասած իրեն շատ այնց չի պահում այնպես ինչպես որ Թուրքիան է պահում, ինչպես որ Միացյալ Նահանգներն են պահում, ինչպես որ Եվրամիությունն է պահում, երբ որ իրենք ավելի հստակ դիրքորոշում են հայտնում, Ռուսաստանը այդպես խաղեր է տալիս, ասում է սենց եւ բան սենց, այս դա ներվայնացնում է շատերին, բայց դա ոչ թե հակառուսական տրամադրություններ են, այլ ներվայնություն է Ռուսաստանի պահվածքի հետ կապված, որը արդարացված է դա, բայց դա հակառուսական ալիքի հետ որևէ կապ չունի։ Մարդիկ բոլորն էլ հասկանում են, որ ռուսական հովանոց անվտանգային փոխարինել հնարավոր չէ ոչ մի պարագայում։ Դերևս միայն պարսիկները կարեն կոմպենսացնել, բայց Պարսկաստանը բավականին ծանր վիճակի մեջ է հակամարտության մեջ է Միացյալ Նահանգների հետ եւ միայն Պարսկաստանով մենք չենք կարող այդ խնդիրը ապահովել եւ դրա համար մարդկանց մոտ կա պահանջ
երաշխավորված խաղաղությունը լինի վերականգնելով մեր ռազմավարական հարաբերությունները, մեր հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակիցների հետ, միաժամանակ չփչացնելով մեր հարաբերությունները նաև Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ։ Շատ լավ, ինչպեսի արդյունք եք սպասում ընտրությունների։ Ես սպասում եմ, որ հունիսի 7-ից հետո լինելու է Գյումրի 2։ Այսինքն մինիմում 3 ընդդիմադիր ուժ անցնելու են խորհրդարան, երբ չեմ բացառում նաև 4-րդը լինի։ Ես դա չեմ բացառում։ Եվ այդ բայց նույնիսկ եթե 4-րդը չեղավ, 3 ընդդիմադիր ուժերը միասին կոալիցիա են ձևավորելու եւ փոխելու են իշխանությունը, ինչպես որ Գյումրիում եղավ, բայց ի տարբերություն Գյումրի, այլևս Նիկոլ Փաշինյանը չի ունենալու իշխանություն, որպեսզի կարողանա խաբեության մակարդակով կանխել իշխանապողությունը։ Պարոն Բոզյան, մենք միշտ զրուցել ենք, դուք արդարացիորեն գնահատել եք այսպես, որ Փաշինյանի համար իշխանության պահպանումը անձնական անվտանգության հարց է։ Այո։ Հիմա արդյոք ելնելով այդ իրավիճակից Փաշինյանը ուղղակի արձանագրելու ընտրության արդյունքները եւ ասելով դե կներեք ժողովուրդ ջան, պարտվեցինք, գնացինք, հաջողություն։ Ես այդ հարցին պատասխանում շատ պարզ։ Ուրեմն Թե պետք է ստիպված լինեն դեռ ինչ որ գործողություններով դուրս շպրտել իրեն կառավարությունը։ Ես մի բան ասեմ ձեզ, անկախ նրանից թե ինքը ինչպես կհանձնի իշխանությունը, ինքը միայն հանձնելու է իշխանությունը։ Դրա համար կարող է ցնցումներով հանձնել եւ կարող է առանց ցնցումների հանձնել։ Երկու տարբերակ էլ կա։ Այստեղ թե որ սցենարը կգնա, ցնցումներով կհանձնի իշխանությունը, թե առանց ցնցումների։ Դա արդեն կախված կլինի իր շրջապատի տրամադրվածությունից, ընդդիմության դիրքորոշումներից եւ մենք միշտ հայտարարում ենք եւ միշտ նշում ենք, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ շարքային եւ միջին օղակի քպականների հետ երկխոսության մեջ մտնենք, որպեսզի այդ մարտիկ ունենան երաշխիք, որ իրենց չեն հետապնդվելու։ Դա շատ կարևոր գործոն է, որովհետեւ մենք սև սպիտակի բաժանման երկրորդ բանը սերան չենք կարող ստեղծել։ Սև սպիտակի մեր ժողովրդին բաժանեցին 18 թվականին, տեսանք թե ինչ եղավ, հիմա մենք երկրորդ սև սպիտակի իրավունք չունենք բաժանել։ Դա համար մենք պետք է համերաշխության մթնոլորտ ձևավորենք մեր ամբողջ հասարակության մեջ, այդ նաև ԿՊ-ի զգալի մասի, մոտ մեծ մասի հետ կապված, իսկ այն վերնախավը Հայաստանից հեռանալու է, ինչպես որ հեռացավ Սաակաշվիլին իր թիմի հետ միասին։ Տեսեք Սաակաշվիլին ինչպես հեռացավ։ Իրեն տրամադրելու են, ինչպես որ Տիխանովսկային են տրամադրել օջախ բանում Եվրոպայում, տենց էլ սա բանին Նիկոլ Փաշինյանին կտան մի հատ ֆրանսիական քաղաքներից մետում կտան մի հատ ապաստարան կտան, կասեն մնա ինքնից բանը։ Դուք կարծում եք ընտրության արդյունքները տեսնելու ու միանգամից վերնախավը փախնելու է, չէ՞, փորձելու պայքարել։ Դե սկզբնական փուլում դրա համար եմ ասում, սկզբնական փուլում տեսեք ամբողջ բոլոր երկրներում տարբեր սցենարներ գնացել է, բայց սցենարները մոտավորապես նույնն են լինում։ Արդյունքներից հետո կամած այդ վերնախավի զգալի մասը փախնելու է։ Այն մարդիկ, որ մեծ հանցագործություններ են կատարել, փախնելու են, ովքեր որ թալանի մեջ են մասնակցել։ Չէ, ովքեր չեն բան արել, ովքեր որ ոչ մի բան չեն արել, իրանք պայմանավորված խնդիրել չունեն։ Օրինակ ես ասեմ ձեզ, տեղական կառավարման համակարգի 75%-ի վրա քրեական գործեր է բացած։ Դուք ուղղակի տեղյակ չեք։ Այդ քրեական, եթե նախկին իշխանության ժամանակ գյուղապետերի, քաղաքապետերին ո՞նց էին անում։ Փող էին տալի, ասում էին բաժանի ժողովրդին, որ ժողովուրդը մեր համար աշխատի, չէ։ Հիմա տես չի վիճակը։ Հիմա բոլորը քրեական գործեր են բացում։ Ես մեկին գիտեմ, նույնիսկ 7 հատ քրեական գործ էին բացել, 6 հատը մաքրեց ինքը, քպական ԿՊ-ի անդամը։ Վերջինը թողեցին, որպեսի երաշխիք լինի, որ ինքը էլի ԿՊ-ի համար աշխատի, բայց ինքը ասում է, ես հասկացա, որ եթե նույնիսկ եթե ԿՊ-ի համար աշխատեմ, ես երաշխիք չունեմ, որ այդ բանը չի կարճվելու, բայց ես պետք է երաշխիք ունենամ, որ ընդդիմությունը որ գա, կարճի այդ խնդիրը, որ ես ազատ մարդ դառնամ։ Հիմա ես ստեղ հիմա օգտվելով ես քո բանից ասում եմ, որ բոլոր այն քրեական գործերը, որ կարված են ԿՊ-ի տեղական ինքնակառավարման համակարգի վրա իշխանության կողմից բոլորը ընդդիմությունը կարճելու է։ Բոլորին կարճել է, բոլորը ազատվելու են այս կապանքներից, այս թուրքական իշխանությունից, իրենք թուրքական իշխանությունը այսպես է փորձում իշխել Հայաստանում եւ մարդիկ ազատ շնչելու են, ազատ մարդիկ են դառնալու եւ այդ ազատությունից ազատման առաջին հերթին ԿՊ-ն է ազատագրվելու եւ շատ կարեւոր է որ ԿՊ-ն ազատագրվի եւ այս բանից այս մարդիկ Հայաստանից հեռանալու են, փախնելու են, ինչպես որ ժամանակին Սաակաշվիլին փախավ, Տիխանովսկային փախան եւ պատմությունը գիտեք ինչ կրկնվում է տարբեր երկրներում նույն տարբեր ձևերով, բայց բովանդակությունը նույնն է։ Շատ լավ, ինչ պիտի լինի հետ հունիսի 7-յան Հայաստանը, ինչպեսին պիտի լինի։ Դուք ասացիք սևերի սպիտակների բաժանում չպիտի լինի, բայց այնուամենայնիվ կոալիցիոն կառավարությունները սովորաբար երկար կյանք չեն ունենում։ Իհարկե։ Դե գիտեք, ես ասեմ, անցումային փուլը ցանկացած երկրում անցումային փուլը դժվար է գնալու։
բայց Հայաստանը փրկվելու է կործանումից։ Այդ 100% կարամ երաշխավորեմ, որ Հայաստանը կործանումից փրկվելու է, Հայաստանը ցնցումներից փրկվելու է, Հայաստանը մտնելու է մի հատ նոր турբուլենտային գոտի, բայց այդ турբուլենտային գոտին արդեն գնալու է դեպի զարգացման։ Այնտեղ արդեն կոալիցիան կարող է հակասություններ լինեն, կարող է իրար մեջ ինչ-որ անհամաձայնություններ, բայց որոշ ժամանակ հետո արդեն կգնա նոր ընտրություններ կլինեն, այդ նոր ընտրությունները արդեն վերջնականապես կհստակեն թե որ քաղաքական ուժը ինչ ունի եւ ամբողջական արդեն լիարժեք Հայաստանը կհայտնվի նորմալ վիճակի մեջ, բայց հաշվանդրվեն հանգամանքը, որ 3-ի մոտարապես 3-ն էլ քիչ թե շատ նորմալ պատկերացումներ ունեն Հայաստանի զարգացման հետ կապված, տարբերությունը դետալների մեջ է, հասկանում եք, բայց ստրատեգիական իմաստով, հա, ստրատեգիական իմաստով 3-ն էլ կարծում եմ որ adekvat ուժեր են, adekvat լիդերներ, adekvat պատկերացումներ ունեն, եւ ես համոզված եմ որ Հայաստանը մեծ վտանգների մեջ չի լինի եւ ավելին կարամ ասեմ գոնե մեր մասով ես կարամ ասեմ մենք շատ հետաքրքիր ծրագրեր ունենք, շատ ֆունդամենտալ, շատ Հայաստանը թրիչկային զարգացման ծրագրեր ունենք, Հայաստանում ազատատեսական գոտի ստեղծելու հետ կապված Գյումրիում, Հայաստանում օֆշորային գոտի ստեղծելու Զվարթնոց аэроպորտի հենց կողքը փոքրիկ միկրոքաղաք ստեղծելու համար, որպեսզի նոր Դուբայ կամ նոր Սինգապուր ստեղծելու համար այդպիսի պահանջ կա, պատվեր կա դրսից, ասեմ ձեզ, որտեվ մոտ գիտեք, որ 1 տրիլիոն դոլար ռուսական կապիտալը ունի Դուբայում եւ Դուբայից դուրս են գալիս պատերազմի արդյունքում, որտեղ բոլորը հասկացան, որ անվտանգության հովանոց Միացյալ Նահանգները չեն տալիս Դուբային եւ Իրանը սպառնում է արդեն, որ ինքը արդեն չի աշխատավորել ոչ մեկի անվտանգությունը, քանի ամերիկյան ռազմականներ կան այստեղ եւ նրանք ասում են, որ հիմա այստեղ պայքար է գնում, թե ով պետք է վերցնի։ Դու գիտեք ուր պետք է հեռանա այդ ուր պետք է, դու գիտեք Էրդողանը վերջերս ֆանտաստիկ սենսացիոն մի առաջարկություն արեց Ստամբուլի կողքը այդպիսի օֆշորային գոտի ստեղծելու համար, ֆանտաստիկ առաջարկ է, աննախադեպ հարկային արտոնություններ են ուզում տան, բայց մենք ունենք հնարավորություն մի զգալի մասը մենք վերցնենք, բայց դրա համար պետք է որ մենք միաժամանակ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ, միաժամանակ չփչացնենք մեր հարաբերությունները Արևմուտքի հետ, որպեսզի այդ օֆշորային գոտի մենք ունենանք, եւ եթե մենք օֆշորային գոտի ունենանք, ես ասեմ ձեզ, որ առաջի տարում մենք մենակ այդ օֆշորային գոտուց 10% բանը հնայի աճ կունենանք, երկրորդ, երրորդ տարիներին դա ցույց է տալիս նաեւ Սինգապուրի փորձը եւ Դուբայի փորձը, մինչեւ 25-ից 30% աճ կարող ենք ունենալ, որի արդյունքում մենք թրիչկային մակարդակով էկոնոմիկան կարող ենք բարձրացնել, իսկ հիմա տեսեք, ընդհանրապես 12 միլիարդանոց Վրաստանի բյուջեով իրենք արդեն իրենց կրթական համակարգը անվտանգ են, անվճար են սարքել, իրենք ունեն արդեն առողջապահական մի հատ հսկայական համակարգ, որտեղ ամեն մի քաղաքացին ծնվելուց $10,000 ֆոնդ է ունենում, ձրի անվճար բուժվելու հետ կապված, մենք այդ ծրագրերն ենք բանանում, սկզբնական մենք քիչ ոչ թե 10,000, որտեղ մենք չունենք Վրաստանի այդ հնարավորությունը չունենք, բայց մենք եթե այդ ծրագրերը կյանքի կոչենք, մենք շատ ավելի մեծ հնարավորություններ կունենանք, որտեղ մենք ունենք մեծ սփյուռք եւ մեծ հնարավորություն, որպեսզի կապիտալը գա, երրորդապես այդ Հատիսարի վրա, ասենք այդ արձանի կառուցումը, Քրիստոսի կառուցման արդյունքում մենք նախատեսում ենք, որ այն 2-ից 2.5 միլիոն տուրիստը, որ գալիս է Հայաստան, կարող է կրկնապատկվել, իսկ կրկնապատկումը մի տուրիստի համար, եթե մեկ տուրիստի համար մենք հաշվենք մոտ $1,000, ապա 2.5 միլիարդ դոլար հավելյալ գումար կարող դա տուրիզմից, միայն տուրիզմից։ Իսկ դա ինչ է նշանակում գյուղատնտեսության զարգացում, դա նշանակում է տուրիզմի ոլորտի զարգացում, դա նշանակում է սպասարկման ոլորտի զարգացում։ Հայաստանը լուրջ մակարդակի պոտենցիալ ունի զարգացման, այս փողոցային խուժաններին հեռացնելուց հետո ես համոզված եմ, որ այն 3 տարբեր ուժերը, որ միասին իսկապես նոր մեկ միասնական օրակարգով որ հանդես գան հետագայում Հայաստանը լուրջ մակարդակով կարող են դուրս բերել այս վիճակից։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Բոզյան, հետաքրքիր զրույցի համար։ Ես շեշտեմ զրուցումը քաղաքագետ Երվանդ Բոզյանի հետ, տեսություն կհանդիպենք։